Սուրբ Զատկից մեկ շաբաթ առաջ Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, Քրիստոսի հաղթական մուտքը դեպի Երուսաղեմ։ Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժանմերկություն եւ անդաստանի կարգ, որից հետո հավատավոր ժողովրդին բաժանվում են օրհնված ճյուղերը։ Իմ զրուցակիցն է Տեր Փավստոս Քահանա Սարգսյանը, Տեր Փավստոս, օրհնեցեք։ Աստված օրհնի։ Խնդրեմ խոսենք օրվա խորհրդի մասին։ Օրվա խորհուրդը ուրեմն կոչվում է Ծաղկազարդ, Տիրոջ հաղթական մուտք Երուսաղեմ, ավետարանական մի դրվագի պատմություն է, որ Հիսուս վերջին չարչանքների շաբաթի սկիզբը վրի դներ, բարձրացավ Երուսաղեմ եւ ժողովուրդը ինչպես դիմավորեց։ Այսպիսի հետաքրքիր պատկեր կար։ Իրեն ընդունում էին թագավոր։ Ուզում էին թագավոր կարգել։ Բայց իրենց ուզած թագավորը, մի թագավոր, որ իրենց շահերը պետք է ապահովեր, էլի։ Հիսուսն եկել էր երկինքի թագավորությունը կերտելու, եւ դրա համար ժողովրդի ուզած թագավորությունը ընդառաջ չգնաց։ Հասկացան, որ իրենց նախընտրած թագավորը չէ, դրա համար մատնեցին խաչելության։ Հիմա բայց ինչ արեց Հիսուս։ Վերափոխում կատարեց։ Հայտարարեց, որ իմ գալով բան պետք է փոխվի։ Այսօրվա հատվածի մեջ մենք տեսնում ենք, որ մտավ Երուսաղեմ։ Ինչքան որ մարդիկ շատ ոգևորված դիմավորում էին, բայց եկավ անմիջապես տաճար, տաճարում ինքը մի բան նկատեց, որ լավ չէր։ Տաճարը հասարակության ոնց որ հոգևոր կենտրոնն է, հա, հասարակական կյանքի կազմակերպման կենտրոնն է։ Սիրտ ոնց որ տեսա, որ կեղտոտ է։ Եկավ այնի մաքրելու։ Խորհրդավոր կերպով մեզ բոլորիս այսօրվա օրը այդ իրավիճակն է ստեղծվում։ Հիսուս գալիս է մեր աշխարհ, մենք ուրախանում ենք, որ ինքը գալիս է, բայց շատ հաճախ շատերս ուրախանում ենք, գիտենք, թե գալիս է, որ մեր ուզածները կատարի, ինչ որ մեզ պետք է, որ մենք նախընտրում ենք, ոնց որ թե մեզ համար ինքը դառնում է մի մեծ հզոր ուժ, որ մեր խնդիրները լուծի, բայց ինքը գալիս է մեզ փոխելու։ Ինքը գալիս է մեր սրտերի մեջ կեղտոտ բաները, առևտրական բաները, էգոիստական, եսակենտրոն բաները փոխելու։ Այս օրը նշանավորվում է այսպիսի մի խորհուրդով։ Եվ մենք տեսանք քաղաքի տարբեր եկեղեցիներում ենք այսօր եղել, բոլոր եկեղեցիները կարելի ասել լեփլեցուն էին, սա ինչի մասին է խոսում, թեպի հենց այս տոնն է ուշադրություն գրավում հավատացյալների, թե հավատացյալների թիվն է աճել թեպի եկեղեցիներ հաճախ։ Ընդհանուր առմամբ հարկավոր է անպայման գրանցել, որ հավատացյալների թիվը աճել է, այո։ Բայց այն, որ նկատվում է տոնական օրերին լեփլեցունությունը, դա դեռ հավատացյալների թվի աճի հետ կապ չունի։ Մենք կիրակի օրերն էլ ունենք պատարակներին լեփլեցունություն, իհարկե աստիճանի չէ, սեղմվածությունը։ Հիմա ժողովրդի հավատալիքների մեջ որոշ բաներ կան, որոնք ոչ պարսավելի են, ոչ գովելի են, մի քիչ նախապաշարմունքային կա, այսպեսի բաներ կա, երբ որ տոնական օրերին նյութական ինչ-որ մի բան կա, օրնված նյութական ինչ-որ մի բան է բաշխվում։ Ժողովուրդը մի տեսակ դրան շատ ավելի է ձգտում, էլի։ Օրինակ այսօր ճյուղերն է։ Ծաղկազարդի ճյուղերն է բաշխվում, խորհրդանշական ճյուղերն է, որով ժամանակին Հիսուսի մուտքի ժամանակ մարդիկ Հիսուսի ճանապարհը զարդարելու համար կազմակերպեցին իրենց ժամանակին, մենք էլ այսօր դրա օրինակն ենք կատարում։ Այդ ճյուղերը ոնց որտեղ խորհրդանշում են մեր գեղեցիկ բարի գործերը, որ ամեն մեկս եթե Տիրոջ ճանապարհը պիտի զարդարենք, մեր որակով ու մեր գործերով պիտի զարդարենք, ուրիշ բանով չէ։ Ճյուղերը խորհրդանշական սա է։ Մարդիկ շատ են կենտրոնանում սրան։ Լավ է, վատ չի, հա, բայց դա այն չի, ինչ մենք ենք ուզում։ Այո, եկեղեցին լեփլեցուն պետք է լինի առանց ճյուղերի բաշխման, առանց ճրակի բաշխման, առանց կարակի բաշխման եւ առանց խաղողի բաշխման եւ այլն։ Եկեղեցին պետք է լինի լեփլեցուն, նույնիսկ եկեղեցին այսօրվա մեր ունեցած քաղաքի եկեղեցիները լեփլեցուն լինելուց բացի, այս նույն լեփլեցուն եկեղեցիները պիտի կառուցեն այլ եկեղեցիներ, որ նրանք էլ լինեն լեփլեցուն։